Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 28-ն է եւ այսօրվա հաղորդման մեջ հիմնականում խոսելու ենք միջազգային կարևոր հարցերից Հայաստանի շուրջ։ Հիմա այս պահի դրությամբ այդքան էլ շատ տեղեկություններ չկան, որոնք որ արժի քննարկել։ Կարևոր նորությունը այն է, որ Starlink-ը վերջապես միացվեց նաեւ Հայաստանում, 130 երկրներ աշխարհում միացվել են արագ ինտերնետի, արբանյակային ինտերնետի Starlink-ի միջոցով եւ Հայաստանը եւս միացավ այդ երկրների շարքին։ Այդ մասին նաեւ գրառում էր կատարել Իլոն Մասկը, որ Հայաստանը միացավ Starlink-ին, ինչը բնականաբար չափազանց կարեւոր է։ Եվ սրանով մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ինտերնետի առումով դառնում է շատ ավելի անկախ երկիր եւ այլևս չի կախված լինելու ինչ որ կաբելներից եւ այլ երկրներից, այսինքն բնականաբար այդ կապվածությունը կա, բայց եթե նույնիսկ ընդհանրապես անջատեն ինտերնետը կաբելների միջոցով, Հայաստանը հնարավորություն ունի սպուտնիկային համակարգերի միջոցով, արբանյակային համակարգերի միջոցով միանալ գերարագ Starlink-ի ինտերնետին եւ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի ինքն էլ կարող է ձեռք բերել Starlink-ի սարքավորումները, ճիշտ է մի փոքր թանկարժեք են, բայց հնարավորություն ունի ունենալու արագ ինտերնետ երկրի ցանկացած ծայրում։ Իմիջիայլոց Starlink-ը գործում է նաև Վրաստանում։ Հիմա անցնենք կարևոր միջազգային հարցերի, նախքան անցնելը միջազգային հարցերի, արագ հիշեցնեմ լայքերի համար, դա կարևոր է, կարծում եմ հիշեցնելու կարիք չկա, թե որքան կարևոր է դա մեզ համար։ Ուրեմն ամենակարևորը երեք Փարիզում տեղի ունեցած հավաքն էր եվրոպական երկրների առաջնորդների, որոնք որ կրկին հավաքվել էին Ուկրաինային օգնելու եւ Ուկրաինայի շուրջ պայմանավորվելու համար։ Մենք այդ մասին խոսել ենք երեք, բայց մեր հաղորդումից հետո եղան մի քանի կարևոր հաղորդագրություններ եւ ամենակարևորը Մակրոնի հայտարարություններ, Մակրոնի որոշումներ այդ հավաքից հետո, որը որ իրոք շատ սպասելի էր, քանի որ երկար ժամանակ ամիսներով Մակրոնի կողմից մենք լսում էինք հայտարարություններ, բայց կոնկրետ գործողություններ չէինք տեսնում։ Խոսքը նրա մասին է, որ Ֆրանսիան պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա, եւ երեք փաստացի Մակրոնը հստակ հայտարարեց, որ Ֆրանսիան կայացրել է այդ որոշումը Մեծ Բրիտանիայի հետ միասին։ Տարբեր պարբերականներից տեղեկություններ կային, որ եվրոպական ուրիշ երկրներ այս պահի դրությամբ եթե չասենք վախով, ապա կասկածանքով են մոտեցել այդ նախաձեռնությանը, բայց իրականում մի փոքր վախեցած են, բայց Մակրոնը եւ Ստարմերը կարծես թե վճռական են եւ արդեն հաջորդ շաբաթ Ուկրաինային ուղարկելու իրենց գլխավոր շտաբերի ղեկավարներից բաղկացած պատվիրակություններ, հստակ արդեն գործողությունների մասին է խոսքը, որոնք որ որոշելու են, թե որտեղ եւ ինչպես կտեղակայվեն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից տեղակայվող խաղապահ զորքերը, բայց այդտեղ նաև ասվում է, որ այդ զորքերը ղեկավարելու են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, այսինքն հնարավոր է ապագայում նաև միանան ուրիշ երկրներ։ Եվ դրանից բացի Մակրոնը հստակ հայտարարել է, որ միակ երաշխիքը Եվրոպայի եւ Ուկրաինայի համար Ուկրաինայի անկախության դա հզոր ուկրաինական բանակն է եւ հստակ այդտեղ նաև խոսվում ակնարկ կայի մասին, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստելու են ուկրաինական բանակը, որպեսզի Ուկրաինան դառնա հզոր երաշխավորը իր անվտանգության։ Եվ եթե դուք հիշում եք, նաև խոսում էինք այն մասին, որ Դնեպրի երկայնքով հնարավոր է այդպիսի զորքեր տեղակայվեն։ Մակրոնը նաև շատ կոշտ ձևի արձագանքել է Ռուսաստանից հնչող հայտարարություններին եւ ասել է, որ Ուկրաինայում լինելու են զսպող ուժեր եւ Ռուսաստանը չպետք է որոշի եւ Ռուսաստանը չի որոշելու նրանք այնտեղ լինելու են թե ոչ։ Եվ Մակրոնի խոսքերով նրանք կլինեն ոչ միայն այդ ռազմաճակատի երկայնքով, այլ նաեւ ծովում, օդում եւ այլ տեղերում, այսինքն գլխավոր շտաբերի ղեկավարներին հիմա որոշելու թե որտեղ են լինելու այդ ուժերը։ Այդպիսի ուժեր ըստ Մակրոնի կտեղակայվեն թե ծովում, թե օդում կլինեն այդ ուժերը եւ թե գետնի վրա։ Այսինքն թե Ուկրաինայի օդն է վերահսկողության տակ հայտնվելու Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից, թե ծովը, Սև ծովը եւ թե ցամաքը։ Այստեղ կարեւոր է նշել, որ մի քանի հայտարարություններ է արել նաեւ
Վլադիմիր Պուտինը երեք Ուկրաինայի մասով, նրանք էլ ասում են, որ Պուտինը ասում է, թե մենք պատրաստ ենք աշխատելու Եվրոպայի հետ, բայց այլևս չենք հավատում Եվրոպային, քանի որ միշտ մեզ խաբել են, ինչ-որ նման հայտարարություններ, եւ այլևս մենք թույլ չենք տա նախկինում իրականացրած սխալներ, այսինքն չենք հավատալու Եվրոպային, բայց նույն ժամանակ պատրաստ ենք բանակցել աշխատել նաեւ Եվրոպական միության հետ, այսինքն Պուտինը շատ լավ հասկանում է հիմա, որ Եվրոպան է դառնում հիմնական երաշխավորը արմատավորության Ուկրաինայի, այսինքն այնպես չէ, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ի վիճակի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են կարող եւ ընդունակ որոշումներ կայացնելու Ուկրաինայի մասով, այսինքն Մակրոնը եւ Ստալմերը եւ մնացած նաեւ եվրոպական երկրները նույնպես ներգրավված են եւ շատ բան են հիմա կախված Եվրոպայից, դրանից բացի հստակ Եվրոպայից կարծիք եւ մտքեր կա, այսինքն նաեւ պատասխան ինչու՞ չի, ասում են, որ SWIFT համակարգին Ռուսաստանը միանշանակ չի միացվելու։ Ռուսաստանի պահանջը միացնել SWIFT համակարգը Սև ծովի վրա խաղաղության դիմաց Եվրոպան մերժում է։ Եվ Պուտինը ասում է, որ Ուկրաինայի կուրատորները, ղեկավարները Եվրոպայից դրդում են Կիևին կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Պուտինը ասում է, որ լավ հաջողություններ նրանք ունեն ռազմի դաշտում եւ իր պատկերացումը, որ իրենք սեղմելու էին ուկրաինացիներին ռազմի դաշտում, հիմա արդեն վերածվում է իր մոտ համոզմունքի, որ ընդհանրապես նրանք ջախջախելու են ուկրաինացիներին, նման ինչ-որ արտահայտություններ է անում Պուտինը, այսինքն Պուտինը եւս իր հռետորաբանությունը բավականին լուրջ ձևով խստացրել է եւ սա եւս չափազանց հետաքրքիր է։ Փաստացի ինչ է տեղի ունենում, չնայած որ Պեսկովն էլ ինչ այլոց չի բացառել նոր բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց նշելով, որ այս պահի դրությամբ կոնկրետ որևիցե պայմանավորվածություն չկա։ Ինչ է տեղի ունենում այս ամենից հստակ է մեկ բան, որ Մակրոնը վերջապես կարողացավ իր մեջ գտնել ուժ, քաջություն, որպեսզի իր խոսքերին կոպիտ եմ խոսում, բայց խոսքերին տեր կանգնի եւ Ֆրանսիա ուղարկի ռազմական կոնտինգենտ եւ Մեծ Բրիտանիան նույնպես եւ հիմա հաջորդ շաբաթ, արդեն գալող շաբաթ Ուկրաինայի ժամանելու Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների հետ միասին եւ նրանք արդեն կուսումնասիրեն, թե որտեղ են տեղակայվելու այդ զորքերը եւ սա նշանակում է հստակ առճակատում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը զգուշացնում էր, թե դա կարմիր գիծ է եւ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա, որպեսզի եվրոպական զորքեր, եվրոպական խաղապահ ուժեր մտնեն եւ տեղակայվեն Ուկրաինա։ Եվ հետաքրքիրը այն է, որ սա տեղի ունենում այն պահին, թեկուզ մենք դա անվանենք խաղապահ, թե ինչպես, երբ որ այս պահի դրությամբ որևիցե համաձայնություն չկա հրադադարի մասով, եթե ներքին կարգով ինչ-որ պայմանավորվածություններ կան եւ խոսվում է այն մասին, որ Թրամփը իր նախագահության 100-րդ օրը ուզում է հասնել հրադադարի կամ մինչև ապրիլի 20-ը մինչև զատիկը ուզում է հասնել հրադադարի, այսինքն այդպիսի քննարկումներ կան եւ եվրոպական երկրները հիմա շտապում են, որ այդ ամենը շատ արագ իրականացնեն, բայց դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա, եթե եվրոպական խաղապահ ուժերը տեղակայվեն եւ նույն ժամանակ հրադադար տեղի չունենա։ Իրոք շատ հետաքրքիր պահ է, բայց հնարավոր է նաեւ այն սցենարը, որ գլխավոր շտաբերի պետերը նախապատրաստեն այդ ամենը եւ երբ որ հրադադարը հայտարարվի, այդ պահին միանգամից Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան փորձեն զորք մտցնել Ուկրաինա, բայց նույն ժամանակ հնարավոր է, որ Ռուսաստանը հրաժարվի հենց հրադադարի գնալ այդ պատճառով, որ ֆրանսիական եւ մեծ բրիտանիական զորքեր կարող է տեղակայվեն Ուկրաինայում, այսինքն դա համարի լուրջ պատճառ է խոչընդոտ եւ այս պատճառով չգնա հրադադարի, այսինքն այդպես հայտարարի, որ դա է հիմնական պատճառը։ Այդ պարագայում ինչպես կվարվեն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, համենայն դեպս այս հայտարարություններից մոտավորապես կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիայի զորքերը կտեղակայվեն Ուկրաինայում, բայց թե ինչ առաքելություն նրանք հետո կունենան, եթե մարտական գործողությունները ընթանում են, դա արդեն բավականին բարդ է ասել։ Այլ միջազգային տեղեկություններից
Այլ միջազգային կարևոր հարցերից կարող եմ առանձնացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակել են ռմբակոծել, հարվածներ հասցնել Եմենին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը լրագրողի հարցին ի պատասխան Թուրքիայի մասով Հական Ֆիդանի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել եւ այդ ընդհանուր հայտարարություններից կարելի է ասել, որ բավականին զգուշավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը Թուրքիայի մասով։ Ճիշտ է, քննադատում են, թեթև քննադատում են այն ամենը, ինչ հիմա տեղի ունենում Թուրքիայում, բայց նույն ժամանակ հասկացնել են տալիս, որ չեն ցանկանում շատ միջամտել Թուրքիայի ներքին գործերին, քանի որ Թուրքիան կարևոր դաշնակից է եւ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նույն ժամանակ ասում են, որ մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք հետևում եւ հասկանում ենք, թե ինչ գործընթացներ են Թուրքիայում տեղի ունենում եւ մեկ-մեկ նաեւ արտահայտվում ենք այդ մասով, բայց մեծ հաշվով չենք արտահայտվում, քանի որ չենք ցանկանում նեղեցնել մեր թուրք գործընկերներին։ Մոտավորապես այդպես է արտահայտվել Մարկո Ռուբիոն։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի քիչ են փորձելու ժողովրդավարությունից խոսել տարբեր երկրների հետ, թեկուզ իրենց դաշնակիցների հետ, եւ ավելի շատ հակված են կենտրոնանալ իրենց շահերի վրա, փոխադարձ շահերի վրա։ Եվ դա է պատճառը, որ Էրդողանը օգտվելով առիթից դիմել է նաեւ այդպիսի քայլերի։ Պատճառներից մեկը, չէ, մենք խոսել ենք այդ մասին, որ հիմա նաեւ Էրդողանին են պետք փաստացի արտահերտ նախագահական ընտրություններ, բայց ոչ Էկրեմ Էմամօղլուի մասնակցությամբ բնականաբար, բայց պետք են այդ ընտրությունները, որպեսզի նա կարողանա կրկին առաջադրվել որպես նախագահի թեկնածու եւ դառնալ նախագահ, հակառակ պարագայում այս նախագահական իր ժամկետի ավարտից հետո ինքը այլևս չի կարողանալու դառնալ նախագահ, ասեմ, որ Թուրքիայում ցույցերը շարունակվել են, նաեւ խորհրդարանում կրկին Թուրքիայի ծծկատուկ է տեղի ունեցել, այսինքն Թուրքիայում եւս բավականին բարդ է իրավիճակ է, ոչ միայն Թուրքիայում, շատ տեղի հիմա նկատվում բավականին լուրջ լարվածություն եւ այս ամենը միանշանակ կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ եւ Թուրքիայի մասով կարող եմ ավելացնել, որ ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմն է ազդում Թուրքիայի վրա եւ եթե ամենաքիչն է ազդում ռուս-ուկրաինական պատերազմը, այլ նաեւ ազդում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահ է դարձել Դոնալդ Թրամփը եւ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ ժողովրդավարությունը Դոնալդ Թրամփի համար առաջին տեղում չէ եւ ինքը կարող է օգտվել այդ առիթից եւ շատ երկրներ հիմա կարող են օգտվել այդ առիթից, բայց հիշեցնեմ մեկ կարևոր բան եւ սա ասում եմ հատուկ մեր հայկական լսարանի համար, կարծես թե Դոնալդ Թրամփի իշխանությունները շատ լավ են հիմա տրամադրված Հայաստանի մասով եւ դա է պատճառը, որ մենք չպետք է շարունակենք այն քարոզը, այն տրենդը, որը որ գալիս է թեկուզ եվրոպական երկրներից եւ տարբեր այլ երկրներից, որոնք որ շատ մեծ հաճույքով քննադատում են նույն Դոնալդ Թրամփին եւ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Ճիշտ է, մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, բայց առաջնորդվելով մեր ազգային ու պետական շահերից, մեզ գոհացնում է այն, որ Դոնալդ Թրամփը հիմա շատ լավ է տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ել ավելի շատ կարողանանք օգտվել Դոնալդ Թրամփի այս քաղաքականությունից ի օգուտ մեզ, քանի որ ինքը նշեմ եւ այդպես է համենայն դեպս երևում, եթե մեր նախորդ հաղորդումը դուք դիտել եք, մինչեւ այս պահը, այս 2 ամիսների ընթացքում ես համոզվել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ իրոք մտադիր են խորացնել ռազմավարական հարաբերությունները։ Եվ դա է պատճառը, որ մենք չպետք է տրվենք այդ մոդայիկ տենդենսներին, տրենդին եւ սկսենք շատ լուրջ ձևով քննադատել Դոնալդ Թրամփի կառավարությանը, քանի որ ամեն ինչ շատ թեզ եւ արագ հասնում է տեղ այս ժամանակակից աշխարհում եւ մեր հակառակորդները փորձելու են նույն Թրամփին եւ Թրամփի շրջապատին ներկայացնել, որ Հայաստանում հակաթրամփական տրամադրություններ կան, այլ ճիշտ հակառակը, ինչի է Թրամփը հիմա փորձում լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, քանի որ իրենք հասկացել են, որ հայկական սփյուռքը բավական մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգներում եւ եթե նախորդ անգամ իրենք սխալվել էին այդ մասով, հիմա արդեն փորձում են աշխատել հայկական սփյուռքի հետ, ստանալ հայկական քվեները, քանի որ Թրամփը
չի ցանկանում սահմանափակվել միայն այս պաշտոնավարումով, բավականին լուրջ փոփոխություններ է նա մտադիր իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրենքների մեջ նույնպես, որպեսզի կարողանա կրկին առաջադրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, քանի որ երկու անգամ իրար հետևից ինքը չի եղել նախագահ, ուզում է փոփոխություն մտցնել, որ այսինքն ինքը կարող է նաև երկրորդ անգամ գնալ նախագահության ժամկետի։ Հիմա կկարողանա գնալ թե չէ, բայց շատ կարևոր է, որ մենք ունենանք իր աջակցությունը, եւ եթե մենք ունենանք իր աջակցությունը, Հայաստանի Հանրապետությունը ունենա իր աջակցությունը, կարծում եմ, որ ինքն էլ կարող է ունենա հայկական սփյուռքի աջակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կրկին ասեմ, կարևոր այն է, որ մենք սովորենք առաջնորդվել մեր ազգային եւ պետական շահերով, ինչպես դա անում է օրինակի համար նույն Իսրայելը եւ հրեա ժողովուրդը։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։